Հայաստանում էդ ինչ պետք է աշխատի, որ Rolls-Royce քշես։ Բայց դե կապ չունի ինչ կքշես։ Մեկը ժամանակի ընթացքում ինքը դառնա ընկերդ։ Դե որովհետև ճամփա կանցնի, չգիտեմ, օրեր կաբրիկ իրար հետ, ավտոն միակ ընկերն է, որ առանց իրա կերտած խմելու չի սենչի ինձ չտարար։ Ընկերների թե դե իր ախպեր։ Նա 2003 Toyota Sportive-ի ընկեր ունեի, այնպես ընկերեր, որ նշանդերեկի սեղանի հաշիվը դաժի ինքն էր փագել։ Սենց սվետաֆորի տակ կայնած էի, մեկ է դեպից կտծրավ, իջանք տղեկը, փողը տվի սեղանի հաշիվը փակվա։ Հետո հարցնեկից տղեկ կսեին ախպեր, դե էս ավտոյով ամոթ է, արի քեզ հիմա լյուքս ավտո վերցնենք, դուրով արի։ Օ նայ եկես, էս խիղճը ստանջեր գորոդ կսեի, էս ավտոն դաժե նշանդերեկի սեղանն է փակի, ամոթ չի ախպեր չբերեմ, ընկերս է վերջի վերջը, տղեկը կսեն, ապա կարող է հոգեբանի կարիք ունես։ Ինչ շատ ես կապված ավտոյիդ հետ։ Ավտոյի հետ կապվելը ո՞րն է լավ է, չես սիրարվել եմ հերախոսիս շալվարս դեմ է։ Տղեկից մեկեքս դու հաստատ ավտո տարել ես, անթերիս մազապուրց Ալեքսանդրիտից օգտվել ես տվե նախտոր սպես կոգիգ է։ Հմինչ որ լյուքս տասի ավտոյով էր տայի հարսնկիս, ավելի երջանիկ պետք է եղնեին։ Չէ դե պրոստը ճաշկեմ գե։